կվերջանա։ Ինչու ասում եմ, Դավիթ եղբայրը Գյումրիից քիչ առաջ էր, հա, հետևն է։ Ինքը լսեց աս պատկամը, քանի ամիս առաջ Գյումրի կարոզեցի, եւ 45 րոպեի մեջ վերջացավ, ուրախ եղեք։ Բարձրալ գսեմ, ուրախ եղեք։ Ով կարող է մեր թեման Տիրոջ ծառայի մասին է։ Իհարկե, տեքստը Եղիազարի մասին խոսում է։ Եղիազարը Աբրահամի գլխավոր ծառան էր, եւ դարիքով առաջացած ինքը մարդ էր, կարող է 80-ների մեջ, եւ Եղիազարի ինք բادվիրումը, որ դու պիտի գնաս իմ տղուս համար, Իսահակի համար աղջիկ պիտի կարգադրես։ Ուրգից կնայենք մի քիչ հետքը։ Թեև տեքստը Եղիազարի վրայով է, եւ Եղիազարը Աբրահամի ծառան էր, իր կամքը կատարելու համար ուղարկված, բայց մենք այս տեքստից պիտի տեսնենք կարևոր մի քանի գլխավոր սկզբունքներ ծառայելու նկատմամբ, հատկանիշներ, որ կարող ենք համեմատել մեզ համար էլ, իբր Տիրոջ ծառաներ, սովորենք նրա օրինակից, իբր տիպար ծառայության։ Ուրեմն ով կարող է ծառայել Տիրոջ։ Հիմնական երկու տարեր կան։ Հիմնական երկու տարեր պետք է լինեն, այս տարերը պետք է լինեն մեկումը կյանքում, որ ինք ասում է, ես Տիրոջ ծառա եմ։ Թիմեք պետք է որ փրկված լինի այդ անձը։ Եվ երբ ասում ենք փրկված լինի, սա ինչ նշանակում է։ Մենք երկեցինք մի քիչ առաջ։ Տերը մեր փրկիչն է, Ազոգարը, Տեր Հիսուս Քրիստոս, ինք մեր մեղքերը վերցրեց։ Նա որ հավատում է նրան, ինք նրա մեղքերը արդեն իսկ վճարել է խաչի վրա։ Եվ դու որ այսօր հոս ես, հետևյալը կարևոր է իմանաս։ Եթե մինչև այսօր սա հանդիմանություն չէ, սա խնդրանք է, աղաչանք է, Աստծո կողմից ցես ամեն մեկերնոտ։ Եթե դակավին քո մեղքերդ ոչ թե քահանայիմը, ոչ թե ուրիշ պոյմի ցանկացած անձիմը, Տեր Հիսուս Քրիստոսի չես խոստովանել, դակավին չես կարող Տիրոջ ծառա լինել։ Դե ասես Տեր Հիսուս, ես մեղավոր եմ։ Մի քիչ հետո Արթուր եղբայրս մեզ կառաջնորդի Տիրոջ սեղանի արումով հացի եւ այդ գինու տարերը, որ պիտի ճաշակենք։ Ճշմարիտ հավատացյալներ, ոչ գադարյալ հավատացյալներ, գադարյալ հավատացյալ չի կա։ Ճշմարիտ հավատացյալներ իրավունք ունեն Աստծո շնորհով մոտիկանալու Տիրոջ սեղանին։ Եվ եթե ապաշխարած ես մեղքերդ խոստովանելով Տիրոջը, Աստծո ծառա ես, եւ մյուս երկրորդ տարը, ուրեմն մեկ պետք է մեկ ապաշխարած լինի, որ կարողանա Տիրոջ ծառայել։ Թիվ երկրորդ պետք է որ մեկը այդ սրբակորձման կյանքի ընթացքում առաջ գնա։ Ինչ ուզում ենք ասել սրբակորձման կյանքի ընթացքում, մենք որ հիմա փրկված ենք Տիրոջ շնորհով, պետք է որ ընթանանք մեր քայլվածքի մեջ, խոսելակերպի մեջ, մտածելակերպի մեջ, գործարքի մեջ, մեր դրդաբաժարների, շարժարիքների առումով ամեն ցևով Տիրոջ հաճելի պետք է լինենք։ Սա է սրբակորձման ընթացքը, որ մեր բրգությունից սկսում ամենջեւ Տիրոջ հետ լինենք։ Ուրեմն, եթե Տիրոջ ծառա ուզում ես լինել, պետք է բրգված լինես եւ պետք է որ մտադրած լինես, որ դու ավելի աճում ես Քրիստոսով, ավելի սրբանում ես Քրիստոսով, որովհետեւ Սուրբ Աստուծո դա արժանի է միայն, ինչ որ երկեցինք։ Աստծո խոսքը շատ բան ասելիք ունի, թե հին ուխտում եւ թե նոր ուխտում Տերը ծառայելու մասին։ Եվ շատ հագիչ կերպով մի քանի համարներ անդրադառնամ, բարձրապես հետևեք։ Հին ուխտում Հեսու, նայեցեք ինչ ասում է 24:14-ից, այժմ վախեցեք Տիրոջից եւ հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայեք նրան։ Դեն գցեք այն ասվածները, որոնց ծեր հայրերը ծառայում էին գետի այն կողմում ու Եգիպտոսում եւ ծառայեք կամ ճաշտեք Տիրոջը, բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր թե ում եք ծառայելու։ Ում պիտի ծառայեք։ Եվ 1 Թագավորների 12:24-ում Սամվել Մարգարեն էլի ժողովրդին ասեց միայն թե վախեցեք Տիրոջից եւ ճշմարտությամբ, անկեղծությամբ ու ծեր ամբողջ սրտով ծառայեք նրան։ Ամբողջ սրտով։ Ծառայելը Տիրոջ ամբողջ սրտով պետք է լինի։ Եվ Մաղաքիա 3-ում Տերը ասում է նրանից վախեցողներին հետևյալը.
ասեց ես կխնայեմ նրանց Մաղաքիա 3:17-ում ես կխնայեմ նրանց ինչպես մարդ իր որդուն է խնայում որ ծառայում է իրեն եւ Աստված ասում է դուք ետ կդառնաք եւ կզադորոշեք արդարին եւ ամպարիշտին Աստծուն ծառայողին եւ չծառայողին Տերը խդրություն դնում է ով նրա ծառայում է ով նրա չի ծառայում եթե այսօր հոսես եւ քո մտադրությունը միայն է որ քո կյանքի համար ապրես Տեր Հիսուս ինչ ասեց ով որ իր համար ապրում է իր կյանքը պիտի գործընծնի բայց ով որ ապրում է իր կյանքը իհարկե մեր կյանքերը ապրում ենք պետք է ապրենք բայց ամեն բանից առաջ Տիրոջով Տիրոջ համար ապրելով Տերը ծառայելով իր կյանքը կպահի Աստծո շնորհով նոր կտակարանում Տեր Հիսուսը ինքը ասեց որ ինքը եկավ Մարգոս 10:45-ում որ ծառայի Հիսուս մեր օրինակն է գլխավոր ծառայի նա է Տիրոջ ծառան ումի մասին Եսայի 52:13-ում խոսում է եւ նրանից հետ որ Եսայի 53-ի հատվածը գա շարունակվում է Տիրոջ ծառան ինքն է գլխավոր ծառան որի կյանքը տվեց շատերի համար որպես բրգակին եւ Հիսուս ասեց Հովհաննես 13-ում 16 համար Ճշմարիտ եմ ասում ձեզ ծառան ավելի մեծ չէ քան իր դերը ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ քան իրեն ուղարկողը եւ համատեքստը ինչ էր Տեր իր աշակերտների ոտքերը լվաց որ օրինակ թողե նրանց որ իրար պետք է ծառայեք որ լվալը այն օրով ստրուգիմը ծառայությունն էր եւ Տերը ստրուգի նման օրինակ տվեց մեզ որ իրար այդ ամենացածր ծառայությունը եթե կարող ենք անել մյուս բոլոր ծառայություններն ալ իհարկե կարող ենք նմանապես անել Պողոս Արաքյալ Գործ 20:19-ում ասեց ես սեր մեջ 3 տարի Եփեսոսի եկեղեցու առաջնորդներին ասեց ես ծառայեցի ձեզ խոնարհությամբ արդասուքով փորձություններով եւ այլն ծառայեցի ձեզ Պողոս Արաքյալ մենք այսօր եթե ինք մեր մեջ լինել պիտի ասենք Պողոս ջան դու նստե դու բամը մի արա ես քեզ սուրճդ կբերեմ ես քեզ ասկանեմ մյուս կանեմ բայց Արաքյալ ասեց ես ծառայեցի ամենայն խոնարհությամբ արդասուքով փորձություններով եւ Հռոմայացիների 12:11-ում Արաքյալը հիշեցնում է մեզ ասելով ճանասիրության մեջ մի ծուլացեք օգով ջերմերանտ եղեք Տիրոջը ծառայեք այդ ստրուգի նման որ բայը այդ արդայությունը մեջ պարուրակում այսինքն ինչպես ստրուգը ծառայում է մենք ալ Տիրոջ պետք է ծառայենք եւ մի հատված միևս առաջ որ անդրադառնանք մեր տեքստի Ծննդոց 24-ում Գողոսացիների 3:24-ում ասում է նայեցեք իմանալով որ դուք Քրիստոսին ծառայում եք ամեն բանից առաջ մարդկանց չենք ծառայում մենք Տիրոջ ծառայում ենք բայց այո եւ Տիրոջ ծառայենք միմյանց ծառայում ենք եւ պետք է այդպես անենք ուրեմն մենք կանչված ենք օրինագելի ծառաներ լինելու Տիրոջը եւ այսպես մի օրինակ կարող ենք տեսնել Ծննդոց 24-ում եւ այս տեքստում օրինագելի ծառայի դիբարը տեսում ենք եւ այս օրինագելի ծառայից կարող ենք առնվազն ուրիշներ ալ կան բայց առնվազն 5 բնութագիր տեսնել նրա վրայով եւ այո կենտրոնացումը Եղիազարի վրա է իբր Աբրահամի ծառը բայց համեմատությամբ նկատի ունենանք որ ինչպես Եղիազար ինք ծառայեց իր տիրոջ Աբրահամի մենք ալ սովորելով նրա օրինագից նրա տիպարից մենք ալ պետք է նույնպես անենք մեր տիրոջը որ մենք ծառայում ենք թիվ 1 այցեք առաջին 9 ամառները Տիրոջ օրինագելի ծառան հնազանդ մարդ է Տիրոջ օրինագելի ծառան հնազանդ մարդ է Եթե ծառա մեկը պետք է լինի Տիրոջ ամեն բանից առաջ պետք է հնազանդ լինի Աստծո ասում է Աբրահամը ձեր էր եւ իր օրերն անցկացրած Հիմա մենք գիտենք Ծննդոց 21:5-ից որ ինք 100 տարեկան էր երբ ծնավ Իսահակը իր որդին Եվ ինք ապրեց ըստ 25:7-ում Ծննդոցի
մինչև 175 տարեկան։ Եվ էլի ազոխոսքը ասում է ծնուտոց 25-20-ում, որ Իսահակ 40 տարեկան էր, երբ ինք Ռեբեկայի հետ, ինչպես կտեսնենք այս գլխից, ամուսնացավ։ Այսինքն ես ձեզ հարց տամ, որքան տարեկան էր Աբրահամ, երբ Իսահակ ամուսնացավ։ 140։ Եվ էլի 35 տարի ևս ողջ էր, մինչև որ այդ երկու անհատները իր տղեն եւ իր հարսը նրանց վայելեց եւ հետո իհարկե ասում է որ ինք օրերը լրացուցած ինք աչքերը փակեց ուրեմն ինք ձեր մարդ էր եւ իր օրերը անցկացրած եւ դերը ամեն բանում օրդնել էր Աբրահամին եւ Աբրահամն ասաց իր ծառային իր դան ավակին այս ավակ եղբայրը չէ իր դան ավակին որ հստակ լինենք չշփոթվենք Ազոխոսքը ասում է ծնուտոց 15:1-ում, երբ դերը տեսիլքում Աբրահամի հետ խոսեցավ, ասեց քո վարձքը պիտի խիստ շատ լինի։ Եվ Աբրահամ չմտածեց այն րոպեում, որ Աստված ինչ տալիս է ինձ շատ փող, շատ ստացված ինք ուներ այդ բոլորը։ Չէ, Աբրահամ պատասխանեց հաջորդ ամառում, բայց Տեր ջան ասեց, ես երեխա չունեմ։ Հասկացավ ինքը Տերը ինչի մասին խոսում, ինչու Տերը արդեն նրա խոստացել էր ծնուտոց 12-ի մեջ, որ իրեն սերունդ պիտի տա, մեծ սերունդ պիտի տա։ Եվ Աբրահամ արդեն իսկ ինք Կանանու երկրում ապրում էր, եւ ինք ուր քաղաքից եկած էր։ Համիկ ջան, կարող ես այդ կարդեսը մեզ ցույց տալ հաջորդ սլայդը։ Հիմա այստեղ մի քիչ դժվար է։ Նայեցեք, ուր գրված է Բաբելոնիա այդ Բարսից ծոցի այնտեղ ուր քաղաք է այնտեղը։ Եվ հետո ուր քաղաքից բարձրացավ մինչև ուր որ Սիրիա գրված է, Սիրիայից վերը անգլերեն Հարան գրված է, որ Խարան անունը այնտեղ է։ Ինք անդեղից գնաց մինչև Խարան, ինչ որ Տերը ասեց պետք է աներ։ Եվ հետո Խարանից իջավ մինչև Կրեթե Իսրայելի այդ ներքևի մասը առաջ որ դեպի Եգիպտոս Տեկվես, դեպի ձախ։ Իհարկե մենք գիտենք ինքը Եգիպտոսա գնաց ետ վերադարձավ։ Հիմա այդ հատվածը նամանավանդ, երբ այս մասը գարթում ենք, ինք արդեն Խարանում է։ Այդ հատվածը Խարանից մինչև ուր որ պետք է գնար Կանանու երկիրը, որ ներկայիս Իսրայել կամ Պաղեստին ինչ որ ուզում եք ասեք, մոտավորապես 400 մղոն էր։ Եվ ես ձեզ հարց տամ, մեր Հայաստանը ամենավերևից ամենաներքևը նրա կեսն է, 225 մղոն է, 360 կիլոմետրի չափ։ Մի խոսքով երկու անգամվա տարածքը ուներ, որ պետք է ինքը գնար մինչև ուր որ Տերը ասած էր կա։ Հիմա ինչու ասում ենք այս բոլորը, որև հիմա Աբրահամ իր ծառային Հագարակ ուղղությամբ պիտի ուղարկի։ Իսրայելի ասենք հարավից պիտի ուղարկի դեպի Խարան, ուր որ Ռեբեկան այնտեղից պիտի բերե։ Եվ Եղիազարի ասում է, Դամասկոսի Եղիազարը, ինչ որ գարթում ենք Ծննդոց 15-ի առաջին երկու ամառներում, նայել ավակ մարդ էր, դարիքով ալ, ոչ թե միայն իր պաշտոնով, եւ ասում է իր ամբողջ ունեցվածքի վերագացուն էր։ Աբրահամ նրա ասեց. «Ձեռքը տիր իմ երանքի դակ, եւ ես քեզ երթում եմ դալիս Տիրոջով, երկնքի Աստծով եւ երկրի Աստծով, որին որդու համար գին չառնես, բեդ չես առնի կանանացիների աղջիկներից»։ Կանանը ինքը մենք գիտենք Ծննդոց 9:25-ից Նոյի կողմից անիծվեց։ Եվ ինչու համար այսպես ասում Աբրահամ այդ ավակ ծառային, որովհետև չի ուզում որ Իսահակը ոչ թե քանի որ լավ դեսկով աղջիկներ չգային այդ Կանանի երկրում, դա չէր խնդիրը։ Չուզեց որ Իսահակ այդ ազդեցության տակ ընկնի, այդ հեթանոսական ազդեցության տակ ընկնի, ինչ որ կանանացու աղջիկները նրանք էին։ Եվ ասեց դու գին չես առնի կանանացիների աղջիկներից, երթում արա, որոնց մեջ բնակվում եմ ես, այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ եւ իմ որդի Իսահակի համար գին կառնես։ Մինչև միջակետ պետք չուներ գնալու։ Խարան։ Պիտի առնես գին։ Եվ ծառան, նայեցեք, ծառան իհարկե այստեղ ինք խորհրդատուի դերը կատարում է իր տիրոջ հանդեպ եւ զգուշորեն ասում է. «Գուցե այդ գինը չուսենա իմ հետևից այս երկիրը գալ,
Արդյոք քո որդուն դանեմ այն երգիրը, որտեղից դու դուրս ես եկել։ Աբրահամ ասաց նրան. զգուշացիր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։ Նայեցեք նրա հնազանդությունը էլի։ Ինքը հնազանդ է, պատրաստ է մտիկ անելու իր տիրոջ հրամանին, պատվերին, որ իմ կոցերը դիր երանքի դակ։ Հետո ասում է, եթե չուզենա աղջիկը, զգուշացիր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ, դերը երկնքի Աստվածը, որ ինձ անեց իմ հոր տնից եւ իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ եւ երդվեց ինձ հետ, ասելով թե քո սերնդին եմ դալու այդ երկիրը, նայեցեք, նա իր ռեշտակին գուղարկի քո առաջ եւ դու այնտեղից կին գառնես իմ որդու համար։ Նա վստահ էր, ինչպես որ Ծննդոց 27 համարում ասում է, Աստված նրա մարգարե գոչեց։ Առաջին մարգարե գոչվող անձն էր Աստծուց Ծննդոցում։ Եվ ասեց, նա իր ռեշտակին գուղարկի քո առաջ եւ այնտեղից կին գառնես իմ որդու համար։ Հիմա եղբայրներ կան այստեղ դակավին ամուսնացած չեն եւ աղջիկներն ալ կարող է ասեն, ավակ արդեն ժպտում է, գիտե ինչ պիտի ասեմ հաջորդը։ Երանի Աստված ալ մեզ այսպես ռեշտակ ուղարկեր մեր արջևից, որովհետեւ մեր երիտասարդները եւ երիտասարդուհիները ամուսնանան այդպիսով։ Աստված իր ադեն ունի, իր կամքը ունի։ Պետք է սպասենք ամպերությամբ վստահելով։ Իսկ եթե 8 համար գինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ ինչու որ դեռ Աբրահամ չգիտի, որ կնոջ մասին խոսում են, կարող է մի բարակա լինի, մոդիկանա Եղիազարը նրան չստացվեց, հաջորդը չստացվեց, վերջի ստացվի, դա էր դերոջ կամքը, ինչ որ Աբրահամ արդեն մի խոսքով մարգարեացավ 7-րդ համարում։ Այն ժամանակ դու իմ այս երթումից անբարդ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես։ Եվ ծառան, որը հնազանդ է տիրոջ ցանկության եւ նրա պատվերին, իր ցերկը դրեց իր տերոջ Աբրահամի երանքի դակ եւ երդվեց նրան այդ բանի համար։ Օրինակելի տիրոջ ծառան տեսնում ենք, որ ինք հնազանդ մարդ է։ Պարզը երկրորդ եւ մենք նույնը պետք է լինենք, չէ՞ մեր տիրոջ հանդեպ, հնազանդ պետք է լինենք։ Եթե հնազանդ չենք տիրոջ խոսքին, դերը ինչ ասեց, եթե ինձ սիրում եք, ասեց Հովհաննես 15:21, Հովհաննես 15:23, իմ պատվիրաններս, բայք, սա է բարձ տեստը, բարձ վավերացումը, ոչինչ, ինքը չի կարոզելու, անկից մի լինեք, ինքը աջակցում է մեզ։ Եվ երկրորդ, դեսում ենք տիրոջ ծառան, տիրոջ օրինագետ ծառան աղոթքի մարդ է, աղոթքի անհատ է, աղոթքի անձ է։ Ոչ թե միայն հնազանդ է, բայց աղոթքի անձ է։ Նայեցեք 10-14 համարները։ Ծառան իր տիրոջ ուղդերից 10 ուղդ արավ ու գնաց։ Նայեցեք, սա այն օրվա առումով Մերսեդեսների գարավանն էր։ Սո իր Մերսեդեսները լավագույնը հավաքեց։ Մենք հայերս լինենք Մերսեդեսները պիտի հավաքեինք, չէ՞։ Մեկը չի գնում Opel Astra-ով աղջիկ ուզելու, Mercedes-ով պիտի գնանք։ Եվ ըստ որում իր տիրոջ բոլոր բարիկները իր ցերկում էին։ Եվ ինք պատրաստվեց, նայեցեք, եւ որ 10 ուղտ արավ գնաց, ինքը պատրաստվում է։ Նա ելավ գնաց Միչակետ Նակովրի քաղաքը։ Եվ երեկոյան դեմ ուղդերին նստեցրեց քաղաքից դուրս մի ջրօրի մոտ։ Նակովրը Աբրահամի եղբայրն էր, ինչ որ տեսնում ենք, կարդում ենք Ծննդոց 22:20-ում։ Երբ կանայք դուրս են գալիս ջրորից ջուր կաշելու։ Դեմ նայեցեք առաջին բանը, որ արեց հետևյալն է։ Ինք չասեց, որ ես արդեն փորձարու մարդ եմ 80-ներու մեջ, ամեն բան հիմա ես կարկադրեմ այնպիսի ձևով, որ իմ Աբրահամ տերս ուրախ լինի, հբարտ լինի ինձանով։ Ամեն բանից առաջ աղոթեց, աղոթքի մարդ է Տիրոջ ծառան։ Եվ սա մենք սովորում ենք նրանից, չէ՞։ Եվ ասաց, ով Տեր, իմ Տիրոջ Աբրահամի Աստված, հանդիպեցրու նրան, սա իր աղոթն է, ինձ այսօր եւ ողորմություն արա իմ Տիրոջ Աբրահամին։ Նայեցեք, հիշում եք Ծննդոց 15:2, մի քիչ առաջ նշեցինք, որ ինք բոլոր Աբրահամի ունեցվածքի տերն էր, եթե Իսահակ չլիներ, վերջի ամեն բան նրան կմնա։ Բայց նախանցի հարց չի կա, կարևոր չէ ինքը ավակ մարդ է, արդեն Իսահակը 40 տարեկանի մոտ է։ Ասեց, ես գանգնում եմ ջրի աղբյուրի մոտ։ Սա մի խոսքով, սա Աստված փորձել չէ, իր աղոթքիցյանն էր։ Սա չի նշանակում, եղբայրներ ջան,
Սարգիս եղբայրս, որ այսօր գեսօր հետ կը Հյուսային բողոդա գնաս, այնտեղը, գիտես, այդ ջուրի աղբյուրները ունենք, չեմ, կենտրոնի մեջ, Հյուսային բողոդայի կենտրոնը, այնտեղ գանգնես, աղոտ կդայս, ասես ով դեր, եթե աղջիկ մը գա, եւ այսպես ասե ինձ, ինչ որ այստեղ ասում է, եւ լինի, որ աղջիկը, ինչու որ սպասում է, որ այն քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր անելու, եւ լինի այն աղջիկը, որին ես ասեմ, իջեցրու սապորդ, որ խմեմ, եւ նա ասի, թե խմիր եւ քո ուղդերին ալ խմցնեմ, դու Mercedes չունես, սոխնտիր չկա, ուղ չկա։ Չեն կարող այդպես անել, սա եզակի իրադարձություն է, ասված ամեն մեկերնից տարբեր ծևերով պատասխանում է, մեզ կարևոր է, որ մենք հավատարիմ լինենք Տիրոջը, հնազանդությամբ, աղոթքով մոտի գանանք, եթե մեր ցանկությունը կյանքի գողագից գտնելն է, Տիրոջ կամքի համաձայն աղոթքի մեջ լինենք, սա բարձ կիրառում է, բարձ սկզբունք է մեզ համար, որ գարանք այստեղից ապահովաբար քաղել, եւ ասեց, նա թող լինի, քո ծառա Իսահակի համար սահմանածդ, ինքը չի բարդատրում ազով վրա ոչ մի բան, բայց ասում է, որ գիտնամ, իմանամ, որ Տիրոջ կամքն է սա կամ ոչ։ Դրանով էլ ես կիմանամ, ասեց Եղիազարը, որ ողորմություն արեցիր իմ Տիրոջը։ Նայեցեք, ինքը պատրաստվեց, չէ՞, ուղդերը ավակեց, պատրաստվեց, անգան ճանապարհ կտրեց, բայց աղոթքի մարդ է։ Եվ մենք կարող է, որ մեր կարողություններին, մեր հմտություններին վստահենք, մեր գիտության վստահենք։ Ասում, ես անգամ պատրաստվեցի, հիմա ինչ պետք ունիմ աղոթելու։ Իմ օգու ամեն հմտությունը, կարողությունը, ծիրկերը ոչինչ են, եթե մենք այդ գիտակցությունը չունենք, որ ասված է, որ ինք մեզ տալիս է, ինչ որ մեզ պետք է, նամանավանդ կյանքի ընկեր, կյանքի կողակից։ Սա կարևոր հարց է։ Ինք առանց նախանցի պատրաստվեց, հնազանդվեց իր Տիրոջ Աբրահամի պատվերին եւ երկրորդ իբր օրինակելի ծառա ինքսինք աղոթքով Տիրոջ հանձնեց։ Հիմա եթե մենք մտածենք, մենք որքան մեր անձերը Տիրոջ հանձնում ենք աղոթքով, երբ այսպիսի նմանավան կարևոր հարցերի առջև գտնվում ենք։ Սա գդակ չէ, կյանքի ինգեր բնդրում է Իսահակի համար, ոչ կանանացիներից, հաբա Աբրահամի հարազատներից։ Ուրեմն Աստծո ծառան ինքը հնազանդ է եւ աղոթքի մարդ է։ Երրորդ, նայեցեք 15-ից 27 համարները։ Տիրոջ օրինակելի ծառան Եմնադեն նվիրված մարդ է։ Նվիրված մարդ է։ Այսինքն գործին նվիրված։ Այդ առաքելությունը, որ ունի իր առջև, ինք նվիրված է դրա։ Ինք այդպես փասիվ կերպով չի ասում, որ ես աղոթեցի, ասված իր անելիքը պիտի անի, ասված գերիշխան է, հա։ Ինք կարող է այսպես փուտ մի անգամից աղջիկի իմ առջև կանգնեցնե։ Չնայած որ իմ բարակայից այդպես եղավ։ Ծևով մա այդպես էր, այո, որտեղ մի նոր եկած էի, երրորդ օրը Երևան էի, առաջին անգամ կյանքումս, եւ երրորդ օրը երեկոյան տուն եկա, նայեցա աղջիկը նստած է, Սվետան, եւ մնացածը բացմություն է։ Եվ միշտ ասում եմ, ամեն լավ բան երրորդ օրը պատահում է։ Երրորդ օրը, այո, այո։ Եվ դեսում ենք այս համարներում կարող ենք այստեղից տեսնալ սա Տիրոջ ծառան նվիրված մարդ է։ Երբ նա դագավին իր խոսքը չեր վերջացրել, տղեկ ջան, Երանի ասպես լինի, հա։ Եվ որ մենք աղոթում ենք կյանքի գողագիցի այդ պատկերազարդման վրա կենտրոնանալով, մի անգամից աղջիկը առջև է եկավ։ Ինչ լավ բան, հա։ Դավ ջան, այդպես չբադայեցել, հա։ Սե, հրաշ։ Ամենից պարականները դարբեր են։ Մի կարծեք, որ ես անգամ լավ ոգևոր լինելով մի անգամից Հայաստան եկա եւ մի անգամից աղջիկը առջևս եկավ։ Տարիներ աղոթած էի, տարիներ փորձած էի։ Չստացվեց։ Բայց Տերը իր ադենին եւ որ ողորմությունը բացահայտեց, Սվետայը ասած եմ, մի քանի անգամ ասած եմ, մեր հետ շատ հեշտ ստացվեց։ Այսինքն մի խոսքով հոգնություն չկար, դժվարություն չի կար, բայց բոլոր կյանքս որքան չանացած է, չէր ստացվում։ Անշուշտ Տերը, որովհետև իր նպատակը ուներ, որ ես վերջը ամուսնամ
Սվետայի հետ։ Ուրեմն Տիրոջ ծառան ինք հնազանդ մարդ է, աղոթքի մարդ է եւ նվիրված մարդ է, նրա գործին, նրա առաքելության նվիրված մարդ է։ Եվ Դագավին իր խոսքը չէր վերջացրել։ Սապորը ուսին դրավ դուրս եկավ Ռեբեկան, Սապորը իր ուսին Աբրամի եղբայր Նաքորի մեղկա գնոջ որդու պատվելի աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի գույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր Սապորը եւ բարձրացավ վեր։ Հիմա նայեցեք ծառայի այդ նվիրվածությունը, ծառան վազեց նրան ընտարաջ եւ ասաց. ծառան իր բաժինը անում է դեռ։ Չի ասում, որ Տիրոջ աղոթած եմ, Տիրոջ թողած եմ, ասված եթե ուզենա ինքը գանի, չէ, Դագավին ինքը գործ ունի, Դագավին ինք աշխատանք ունի։ Խնդրեմ Սապորից ինձ մի քիչ ջուր դուր խմելու։ Նա ասաց խմիր տերիմ եւ Սապորն իսկույն իջեցրեց իր ցերկի վրա ու խմցրեց նրան։ Երբ վերջացրեց նրան ջուր դալը, ասաց. քո ուղդերի համար էլ ջուր անեմ։ Միջև որ բոլորը խմեն ու հագենան։ Եվ Սապորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ եւ դարձյալ վազեց ջրորի մոտ ջուր քաշելու եւ նրա բոլոր ուղդերի համար ջուր քաշեց։ Ինչ աշխատասեր աղջիկ, ազո նախախնամության մեջ։ Բայց նայեցեք այն մարդը Եղիազար զարմանալով նրա վրա լուր մտածում էր, նայեցեք ինքը գնահատում է իրավիճակը։ Զարմանալով լուր մտածում էր, թե արդյոք դեռն իր ճանապարհը հաջողեցրել է, թե ոչ։ Երբ ուղդերը վերջացրին խմելը, մարդը գես սիգ քաշով մի ոսկի օղակ արավ եւ նրա ցերկերի համար երկու աբարանչան հանեց, նայեցեք, ինք նվիրված է իր Տիրոջ կամքին։ Խոսում է, հարց տալիս է, մտածում է, ինք աբարանչա հանում է, էլի հարց տալիս է, դու ումի աղջիկն ես, ասա ինձ, քո օրդանը մեզ համար իջևանելու դեղ գա, ծույլ չէ, նվիրված է իր գործին։ Նա պատասխանեց, ես Մեղկայի եւ Նաքորի որդի պատվելի աղջիկն եմ եւ նաեւ ասաց նրան, մենք հարդ եւ խոտ շատ ունենք իջևանելու դեղել։ Եվ Ազոխոսքը ասում է 26 համարում մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը եւ ասաց. օրհնյալ լինի իմ Տիրոջ Աբրահամի դերասվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ Տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, դեռն ինձ առաջնորդեց իմ Տիրոջ եղբայրների տունը։ Տեսնում եք, դերը ինք հավատարիմ է։ Երբ մենք հնազանդ ենք նրան, աղոթքով անցնում ենք մեր խնդրանքները նրան եւ մենք նվիրված ենք այդ գործին, որ ինք մեզ տված է անենք։ Եվ այս ծառան իր գործին նվիրված էր եւ մենք կա նույնը պետք է լինենք մեր Տիրոջ ծառայության հանդեպ։ Թիվ 4 28-ից 49 համարները նայեցեք։ Տեսնում ենք 4-րդ օրինակելի ծառայի 4-րդ հատկանիշը, որ նա նպատակաուղղված էր, նպատակասլաց էր։ Ինք նպատակի մարդ է։ Կենտրոնացած է իր նպատակին, նվիրված է իր գործին, բայց գործը նպատակի հետ կապ ունի։ Երբեմն մենք ալ կարող ենք գործ, ծառայություն, բայց ի՞նչ է մեր նպատակը։ Ումի հաջեցնելը, Տիրոջ հաջեցնելը, շիդակ ծևովնելը ազոքորձը Տերը պարարվի, ոչ թե միայն ես այսօր կարոզեցի վերջսավ, իմ շարժարիտս դրտաբաճարս ինչ էր, նպատակս ինչ է, Տերը հաջեցնել, դերը պարավորել, և այդպիսով միայն ազո շնորհիվ կարողանալ օրհնություն լինել ցեզ։ 28 համարից ասում է աղջիկը վազեց եւ այս բաները պատմեց իր մորը։ Ռեբեկան մի եղբայր ուներ Լաբան անունով, Լաբանը վազեց դուրս դեպի աղբյուրը այդ մարդու մոտ։ Մենք հիշում ենք Լաբանի մասին, որ հետո ինչպես ինք Հագոփի խապեց եւ այլն, եւ այս մարդը տեսնում ենք մի քիչ պարասեր է։ Հիմա չենք ուզում նրա վրա ավելի խոսել։ Ասում է 30 համարում, որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ցերկերի աբարանչաները եւ լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը, այն մարդու մոտ եկավ, որ գանգնած էր ուղդերի կողքին, աղբյուրի մոտ եւ ասաց. «Արի, ով Տիրոջ օրհնյալ»։ Of course, անշուշտ։ Իհարկե, շատ ստացված կունի։ Ուղդերով եկած է, ոսկի աբարանչա տեսնում է, ես ալին է, ինձ ագասեր, ով Տիրոջ օրհնյալ։ Ինչու ես գանգնել դրսում։ Ես քեզ համար դունը եւ քո Մերսեդեսներիդ, այսինքն ուղդերիդ համար էլ դեղ եմ պատրաստել, մարդը եկավ դուն եւ նայեցեք,
կանթեց ուղդերի կաբերը, հարթ ու խոտ տվեցին ուղդերին եւ ջուր բերեց նրա ոտքերը եւ նրա այդ եղողների ոտքերը լվանալու համար։ Հիմա, եթե կարծում ենք, որ արդեն մարդը կարծեց, Եղիազար կարծեց, որ իր աշխատանքը վերջացել է, սխալ ենք։ Որ 33 համարից ասում է, նրա առաջ գերագուր դրեցին, որ ուդի, բայց նա ասեց, չեմ ուդի, մինչև չասեմ իմ ասելիքը։ Եվ Լաբանն ասեց, օքեյ, խոսիր։ Նպատակաուղված մարդ է։ Տիրոջ ծառան այդպես պետք է անի։ Այսինքն մի խոսքով իր սնունդից ավելի կարևոր էր նրա համար իր նպատակը ամբողջացնել եւ իր ասելիքները ասել։ Եվ նա ասաց, նայեցեք, հիմա սրանից մինչև այս հատվածի վերջը, այսինքն մանրագրգիռորեն, հիմա երբեմն գիտես մանրագրգիռ օրից պատմես, այս բոլորը մենք կարդում ենք, ինքը գրկնում է, սա ցույց տալիս է, որ ինք լուրջ մարդ է, նպատակաուղված մարդ է, այո, մեզ համար կարող է մի քիչ ցանցանալի թվի, բայց նրա համար այս բոլոր խոսքերը կարևոր են։ Ասեց չեմ ուդի եւ սկսավ ասել 34 համարից։ Ես Աբրահամի ծառան եմ, դեռ շատ օրհնել եմ Տիրոջը եւ նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոդեր, արջարներ, արձատ, ոսկի, ծառաներ, աղախիններ, ուղդեր, էշեր։ Իր գինը սարան ծերանալուց հետո իմ Տիրոջ համար ծնեց մի որդի, որին տվեց իր ամբողջ ունեցվածքը։ Իմ դերն ինձ երթում անել տվեց ասելով. իմ որդու համար գին չառնես կանացիների աղջիկներից, որոնց երկրում բնակվում եմ ես, այլ գնա իմ հորդունը ու իմ ազգադոմի մոտ եւ գին առ իմ որդու համար։ Որպեսզի հասկանան նրա նպատակը։ Ես ասացի իմ Տիրոջը, գուցե այդ գինը չկա իմ ետևից։ Նա ասաց, դերը որի առաջ ես քայլում եմ, քեզ հետ կուղարկի իր էշտագին քո ճանապարհը գահաճողացնի եւ իմ որդու համար գին կառնես իմ ազգածոմից ու իմ հորդնից։ Եվ այն ժամանակ ամբարդ կլինես իմ երթումից, իսկ եթե գնաս իմ ազգադոմի մեջ եւ գին չդան, ինձ տված երթումից ազատ կլինես։ Այսօր աղբյուրի մոտ եկա, տեսնում եք, Եղիազարը, այսինքն հավես ունի, որ մանրագրգիռորեն պատմեք քայլ առ քայլ իր ամբողջ ճանապարհային ընթացքը սկզբանից մինչև հոս։ Ինչու որ ինք նպատակասլաց մարդ է։ Ուզում է, որ նրանք հասկանան, Պետվելը, Լաբանը հասկանան, որ ինչու ինքը այստեղ է, իր առաքելությունը ինչ է, ինչու եկած է, նպատակը ինչ է նրա։ Ով դեր իմ Տիրոջ Աբրահամի Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ աճողեցնելու ես, ես կգանքնեմ ջրի աղբյուրի մոտ, այն աղջիկը որ կա ջուր կաշելու, ես նրան ասեմ, քո սապորից ինձ մի քիչ ջուր դուր, որ խմեմ, եւ նա էլ ինձ ասի, դու էլ խմիր կողդերու համար էլ ջուր կկաշեմ, նա թող լինի այն գինը, որին դերը սահմանել է իմ Տիրոջ որդու համար։ Եվ նույնիսկ իր մտքի մեջի զրույցը պատմում է, ես մտքումս դագավին չէի վերջացրել իմ խոսքը, Ռեբեկան դուրս եկավ սապորն ուսին, իջավ աղբյուրը ջուր կաշեց, ես ասացի նրան, ինձ ջուր դուր խմելու, նա իր սապորը իսկույն իջեցրեց իր ուսի վրայից եւ ասաց. խմիր եւ քո ուղդերին ալ կխմցնեմ։ Ես խմեցի, ուղդերն ալ խմցրեց, հարցրի նրան, դու ում աղջիկն ես։ Նա էլ ասաց, ես Մեխկայի եւ Նակորի որդի Փաթվելի աղջիկն եմ։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ աբարանչելը նրա ցերքին անցկացրի։ Հիմա վարդապետություն չեն ուզեր շնել աղջիկներ ջան, որ ուրեմն ես հիմա գնամ այսօր ազոխոսքը ասում օղակ մտնեմ քթիս։ Դա չէ հարցը։ Այն օրվա սովորություն։ Խոնարհվեցի ու երկրբակեցի Տիրոջ եւ օրհնեցի իմ Տիրոջ Աբրահամի մեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որովհետեւ իմ Տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։ Հիմա նայեցեք, ուրգից տեսնում ենք Դագավին, որ ինք նպատակաուղված մարդ է, այստեղից, նորից այստեղից տեսնում ենք։ Արդ, եթե իմ Տիրոջը շնոր եւ հավատարմություն եք անելու, հայտնեք ինձ։ Իսկ եթե ոչ, ասացեք ինձ, ժամանակի գորուս չեմ ուզեր, ասին պատճառել։ Ասում է, իսկ եթե ոչ, ասացեք ինձ, որպես ես աճ կամ ծախ դառնամ, այս ուրիշ տեղ գնամ։ Չեմ ուզեր ժամավաճառ լինել ցես համար։ Տեսնեք, ինչպես ինք նպատակի մարդը ամեն այդ բոլոր բանը պատմել է հետքը, նույնիսկ երբ ինք սկսավ հասկանալ, որ Լաբանը արդեն իսկ գոմնորոշված է դեպի, այսինքն այդ հարցով, որ ուզում է
Այդպես թվում է, որ ուզում է աղջիկը տա։ Բայց ինք տագավին մդաթիրա, որ ես պատասխանս չստացա բերանացի օրից սեզանից։ Ուրեմն, ուրեմն, նպատակաուղված մարդ է Աստծո ծառան։ Եվ մենք ալ այդպես պետք է լինենք։ Մեր ծառայության մեջ հնազանդ պետք է լինենք, իհարկե, աղոթքի մեջ պետք է լինենք, մինչդեռ ծառայում ենք, որ չլինի մի բան անենք, որ Տիրոջ կամքի համաձայն չէ։ Հետո մենք մի քիչ առաջ տեսանք Տիրոջ ծառան ինք ոչ թե միայն աղոթքի մարդ եւ հնազանդ մարդ է, ապա նվիրված մարդ է իր գործին եւ նպատակաուղված մարդ է իր ծառայության գործի նկատմամբ։ Մենք ալ այսպես պետք է լինենք։ 5-րդ եւ վերջին շատ բարձ է Տիրոջ օրինագելի ծառան հավատարիմ մարդ է։ Ինչու հավատարիմ ասում ենք, որ ինք ամբողջացնում է այդ գործը։ Ամբողջեցնում է այդ գործը, որ նրան տրվել է։ Սա չի նշանակում, որ ամենադեն մենք ուզում ենք Տիրոջ ծառայել, մեր գործը պետք է մեր ուզածով ամբողջանա, երբեմն կարող է Տերը ասի, ոչ այսպես։ Բայց մենք մեր չանքը անում ենք, որովհետեւ այդ ծառայությունը, որ մեզ տրված է, անենք, ամբողջացնենք։ Եվ Աբրահամի ծառան այդպես մեզ սովորեցնում է իր օրինակից։ Եվ Լաբանը եւ Բաթուելը պատասխանեցին ասելով, այս բանը Տիրոջից է։ Մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։ Ռեբեկան քո արչև է, ու գնա։ Արդեն որոշել են նրանք։ Եվ քո Տիրոջ որդու համար թող գին լինի, ինչպես դերն է ասել։ Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գեդին երկրպագություն արեց Տիրոջը։ Երախտակետ մարդ է։ Եվ ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ եւ դվեց Ռեբեկային։ Նայեցեք, լավ ֆիրմաներից, Chanel, Dior, Louis Vuitton, Gucci, Zara, H&M, Mango չենք խոսում։ Լավակույնը։ Մի ասեք, որ ով եղբայրը ծերացել է, չի հասկանում այդ բաներից, չի հասկանում ով եղբայրը։ Եվ թանկարժեք ընձաներ տվեց նրա եղբորն ու մորը, գերան ու խմեցին ինքը եւ այլ մարդիկ, որոնք իր հետն էին եւ գիշերը մնացին այնտեղ։ Առավոտյան վեր կացան եւ նա ասեց. Նայեցեք, Դագավին ինքը նպատակաուղված է, ճանապարհ դրեք ինձ, որ իմ Տիրոջ մոտ գնամ։ Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ 10 օր մնա մեզ մոտ, հետո գնա»։ Ինչու որտեվ այդպես չէ որ ավտո ունեին, կարող են 1-2 օրվա մեջ իդ վերադառնալ ցանկացած պահում, չէ։ Չկար այդ հնարավորություն ադեն։ Եվ ինք ասաց նրանց 56 համար. «Ինձ մի ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը, ինձ ճանապարհեք եւ ես իմ Տիրոջ մոտ գնամ»։ Հավատարիմ մարդ է իր առաքելության։ Ուզում է ամբողջացնել նրա տրված այդ հանձնարարականը։ Նրանք ասացին. «Okay, աղջկան գանչենք եւ նրան հարց տանք»։ Գանչեցին Ռեբեկային եւ ասացին նրան. «Գնաս այս մարդու հետ»։ Նա ասեց. «Գնամ»։ Եվ ճանապարհեցին իրենց կրոջը Ռեբեկային, նրա դայագին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։ Եվ նրանք օրհնեցին Ռեբեկային եւ ասացին նրան. «Մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս եւ քո սերունդը թող դիրանա իր դշնամիների քաղաքներին»։ Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա եւ հետևեցին այն մարդուն, ծառան վերցրեց Ռեբեկային եւ գնաց։ Դերդագավին իր գործը չի ամբողջացել։ Իսկ Իսահակը վերադառնում էր Լահարորի ջրորից, որը բնակվում էր հարավային երկրում, հարավային երկիրը Կանանում։ Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորտածելու։ Իհարկե, մտածում է, կարող է մտածում է նաև, որ երբ պիտի վերադառնա Ասիղիազարը, հուսալով որ չմեռավ ճանապարհի ընթացքում իր ծառայությունը ամբողջացնել նրա շահի համար, եւ նա բարձրացեց իր աչքերն ու նայեց, ուղտեր էին գալիս։ Ռեբեկան իր աչքերը բարձրացեց, տեսավ Իսահակին եւ ուղտից իջավ եւ ասաց ծառային. «Ով է այդ մարդը, որ դաշտում ընտարաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն արավ ըստ սովորության եւ ծածկեց։ Ծառան Իսահակին, նայեցեք, պատմեց այն ամենը մարագրգիտ օրից ինչ արել էր։ Իսահակը դա գրված չէ։ Ուզում եմ աղջիկի ծանոթանալ, չէ՞, բայց ծառան հավատարիմ է, մարագրգիտ է, նպատակասլաց է, հնազանդ է, աղոթքի մարդ է, նվիրված է իր գործին։ Ամեն բան պատմեց, ինչ որ արել էր։ Իսահակը նրան դարավ իր մոտ Սարայի վրանը եւ
արավ Ռեբեկային եւ նա դարձավ նրա կինը եւ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։ Տեսնում եք ինչպես շիդակ կինը նույնիսկ մորը բացակայության կարող է լրացնել, այդ բացակայությունը բագել, կոծել։ Օրինագելի ծառայի տիպարը տեսանք, ինչպես Եղիազարը իր Տիրոջ Աբրահամի հանդեպ, մենք պետք է լինենք մեր Տիրոջ հանդեպ, Տեր Քրիստոսի հանդեպ։ Ազոխոսքը ասում է 1 Կորինթացիների 15:58, ասում է Տիրոջ կորձի մեջ ամեն ժամ ավելի առաջ գնացեք, իմացեք, որ Տիրոջով ծեր աշխատանքը զուր չէ։ Սա մեզ համար է հավատացյալներից։ Ինչ որ անում ենք Տիրոջ համար, իզուր չկա ոչի բան։ Ինչ որ անում ենք Տիրոջ պարքի համար, իր վարձքը ունի։ Մենք վարձքի համար չենք անում ոչի բան։ Բայց դեր ինք պիտի վարձատրի իր ժողովրդին։ Իր առատ ճոխության համացան։ Ուրեմն այսօր տեսանք այս հատվածից Տիրոջ ծառայիմը հատկանիշները։ Քոնը 5-ը, ինչպես ասացի սկզբում, ուրիշներ ալ կան, բայց այս 5 գլխավորները։ Տեսանք, որ Տիրոջ ծառան հնազանդ մարդ է։ Տեսանք Տիրոջ ծառան աղոթքի մարդ է։ Էլի տեսանք, որ նա նվիրված մարդ է։ Եվ նաև նպատակասլաց, նպատակաուղված մարդ է։ Եվ վերջ տեսանք, որ ինք հավատարիմ մարդ է, ամբողջացնում է այդ առաքելությունը, որ նրան տրված է։ Ուրեմն մեզանից պահանջվում է, որ նրա օրինակից հիշենք էլի եւ սովորենք։ Նույնը անել։ Իհարկե մենք Աբրահամի վիճի անենք, բայց Տիրոջ պիտի անենք, Տիրոջ հանդեպ։ Թող Տերը տա, որ ամենավատացյալ այդ ուրախությամբ, այդ գոհունակությամբ անի ինչ որ այս մարդը Եղիազարը այդ տարիքում արեց, որբեսի ուրախացնի իր Աբրահամ ծառայի եւ անշուշտ Իսահակի։ Եվ դա է նրա վարձատրությունը, երբ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ծառայում ենք եւ դերը ինք արդյունք տալիս է նրա парքի համար, նրա եկեղեցու համար, մենք ուրախանում ենք։ Տեքստը ոչ մի բան չի ասում, որ Աբրահամ վարձատրեց իր ծառային։ Կարող է, բայց ոչ մի բան չի ասում։ Եվ նա նկատի ունենալով, մենք անում ենք Տիրոջը ինչ որ մեզանից բանջված է, որ գիտնալով, որ մեր Աստվածը, մեր հայրը ինք բարի է, հավատարիմ է եւ մեզ սիրում է։ Եվ ինքը վարձատրի իր կամքի համաձայն եւ իր ժամանակի մեջ։ Բայց այսօր մենք որ հոսենք մեր ուրախությունը այս ծառայի նման միթե գտնում ենք մեր ծառայության մեջ Տիրոջ հանդեպ եւ իր հարազատ զավակների հանդեպ։ Աբրահամի ծառան սա մեզ սովորեցնում է։ Եվ ինչպես սկզբում ասեցինք, եթե մեր մեջ կան ոմանք, որ տակավին իրենց մեղքերը Քրիստոսի հանձնած չեն, մի գնաք այստեղից, խնդրում ենք, մի գնաք այստեղից։ Դերը ցեզ կանչում է, որ պատասխանեք, դրսևորեք այս կոչին։ Դրագանցը, ասելով այո Տեր, ես մեղավոր եմ, ես կարող շատ չեմ հասկանում, ինչս էլ է մեղավոր լինել, բայց գիտեմ մեղավոր եմ, դու սուրբ ես, Հիսուս մեռավ մեղքերի համար, որ ինձի պեսները փրկվեն։ Կարող ես դու այդպես սրտումդ հավատաս եւ ասես, ընդունես, սա ավետարանի, ճշմարիտ ավետարանի ուղերձն է։ Սա հովիգի կամ այս եկեղեցվո ուղերձը չէ, Աստծո խոսքի ուղերձն է։ Եթե հավատաս, կփրկվես, Տերը դա որ այդպես անես այսօր, աղոթենք։ Սիրելի հայր, աղոթում ենք, որ մեզ օգնես այս հատկանիշներից, այս դասերից, այս սկզբունքներից, որ անգամ եւս վերհիշեցինք այս գլխից, որ ամեն մեկերնից ավելի ցանկանանք ճշմարտապես, ճշմարտությամբ քեզ ծառայել։ Հորը բարքի համար թող լինի։ Հիսուսյանով խնդրում ենք եւ դեր սրտեր բացով դեր։ Մեր մեջ եթե կան սիրելիներ, որոնք տակավին քեզ ընդունած չեն, իբր Տեր եւ Փրկիչ, նրանց մեղքերի խոստովանությամբ, թող հիմա փրկության օրը լինի։ Թող ասեն Տեր Հիսուս ներեինց մեղավորիս եւ դու բարավորվես։ Հորը բարքի համար Հիսուսյանով։ Ամեն։